Հասկանում եմ, որ բավականին դժվար է գիտակցելը, ընդունելը ճշմարտությունը, բայց ճշմարտությունն այն է, որ այս մարդկանց երբեք չի հետաքրքրել Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Նրանց հետաքրքրել է ավելի լավ պայմաններ ունենալը իրենց եւ իրենց շահերի համար։ Եվ ինչ է ստացվում, եթե նրանք պետք է օրինակ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն, բայց իրենց համար ավելի լավ պայմաններ չեն ստեղծվելու, ապա նրանք գերադասում են, որ մնա Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, իրականում գուցե բարդ լինի պատկերացնելը կամ ընդունելը այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքականությունը նույնպես բիզնես է, այնտեղ ոչ ոք չի պատրաստվում ձեզ փրկել, եթե դուք ինքներդ դա չեք ուզում։ Եվ եթե դուք վաճառում եք ձեր ձայնը կոպեկներով քաղաքական ուժերին, ապա դուք ինքներդ եք արդեն զրկվում այդ ձեր ձայնը բարձրացնելու որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից։ Դուք համաձայնվում եք լինել ստրուկ։ Հետևաբար հաջորդիվ 5 տարիների ընթացքում անկախ նրանից, որ ուժին եք վաճառել ձեր ձայնը, այն ուժին, որը իշխանություն է դարձել, թե այն ուժին, որը ընդդիմություն է դարձել, դուք այլևս գործոն չեք։ Դուք գործոն եք դադարում լինել հենց այն պահից սկսած, երբ վաճառում եք ձեր ձայնը։ Բայց եթե դուք ինքներդ արժևորեք ձեր ձայնը, դուք կհասկանաք, որ այս քաղաքական բիզնեսի մեջ ամենավորոշիչը, ամենաթանկը հենց ձեր քվեն է, որը դուք ինքներդ պետք է պաշտպանեք։ Այլապես բազմաթիվ քաղաքական դերակատարներ դրա վրա բազմապատկելու են իրենց կապիտալը։ Կոպեկներով օգտագործելու են ձեզ, այսպես ասած, պետք չի նեղանալ այս բառից, որովհետև իրականությունը դա է։ Եվ արդյունքում դուք ոչինչ չեք ստանալու։ Հիասթափվելու եք նորից հերթական անգամ, մտածելու եք, որ այդ մարդիկ նորից խոստացան եւ ձեզ խաբեցին, բայց փաստն այն է, որ եթե դուք ինքներդ չուզեիք խաբվել, ապա ձեզ չէին խաբի։